Ոյ, կամաց խոտուտ է գալիս։ Տիկին Ռուզան, դուք պետք է ամեն ինչ անեք, որ Մեհերը Խոստովանին չովա զբաղվում։ Իսկ մենք ամեն ինչ կձայնագրենք։ Անպայման։ Մենք այնտեղ ունենք տեղադրված թաքնված տեսախցիկ, որը ուղղված է բազմոցի կողմ։ Աշխատեք, որ ինքը նստի բազմոցին։ Հա, եղավ։ Նրանից ինֆորմացիա կորզելու համար կարող եք շահարկել նրա զգացմունքները ձեր հանդեպ։ Հասկացա։ Կուտամ, որ ես էլ իրան եմ հավանում։ Այլա տենց էլ ասել։ Տանը մարդ չկա, չէ՞։ Չէ, երեխեքին ուղարկել եմ հարևանի տուն։ Դե լավ, մենք բարձրանանք վերև։ Հենց ինքը Խոստովանի, մենք իրան կձերբակալենք։ Բարև Ռուզաննա։ Շնորհակալություն Մեհեր։ Համեցի ներս։ Չէ, այդտեղ մի նստի։ Այստեղ նստի։ Բազմոցին շատ ավելի հարմար կլինի։ Ինչի անհալի տեսքում ես։ Քո համար եմ սենց հագնվել։ Մոռացա հարցնել։ Այն փաթեթը վերցրեցին։ Հա, լսի, փաթեթի մեջ ինչ էր, նենց ծանր էր։ Դե դեղեր էին, ինչ կարևոր է։ Քեզ հետ կապված ամեն ինչ ինձ համար կարևոր է։ Լուրջ ես ասում։ Հիշում ես, որ երեկ ասեցի, իմ սիրտը գառնիկի մոտ է։ Հա։ Վերցրել եմ հետ, ուզում ես տամ քեզ։ Ես հոգնել եմ տան տնտեսու կյանքից, արկածներ եմ ուզում, գժություններ։ Ռուզան, ասաս, սիրտս կտրակ երջանկությունից։ Ես շատ եմ փոշմանել, որ այն ժամանակ դպրոցում ծաղիկներով հարվածեցի քո նուրբ գլխին։ Ոչինչ։ Ես ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ քեզ, ու միշտ մտածել եմ քո մասին, թաքցրու ինձ այստեղից։ Դե դեպքում եսա քեզ խոստովանելու բան ունեմ։ Ես իրականում բժիշկ չեմ։ Այլ զբաղվում եմ։ Բարև Ռուզան։ Ալիկ, հիմա չէ։ Ինձ կներեք։ Ով է այս տղամարդը, որ գառնիկի բացակայության ժամանակ եկել է ձեր տուն։ Ալիկ, ինչ ես եկել։ Ուզում ես ընկերոջս ճակատին պոզեր աճեն։ Ալիկ, գնա, հետո կբացատրեմ, ինչ ես եկել։ Մարիի սենյակից հեռախոսի դիսկավորիչը պիտի վերցնեմ։ Հետո կվերցնես։ Մարին հիմա է ուզել, որ չտանեմ վրաս կջղայնանա։ Բայց այս թեմայով մենք դեռ կզրուցենք։